Սուրբ Գրիգոր Տաթևացու քարոզը երկրորդ ծաղկազարդի, որ համբարձման կիրակից հետո է, ըստ Ղուկաս ավետարանչի խոսքի, թող ձեր մեջքերը կոտեպնդված լինեն և ձեր ճրագները վառված, և դուք նման եղեք այն մարդկանց, որոնք սպասում են իրենց տիրոջը, թե երբ պիտի վերադառնա հարսանիքից, որպես երբ գա և բախի, իսկույն բացեն նրա առաջ։ Ղուկասի ավետարան 12-րդ գլուխ 35 համար։ Եկեղեցին շատ բաներ ունի Սուրբ Ավանդությունից ընդունած, ինչպես օրինակ դեպի արևելք դարձած աղոթելը, որ առաքյալներից է եկել, նույնպես նաև Վարդավառի տոնը հայրերից ավանդված։ Եվ այս ավետավոր տոնը, որը ինչպես ասում ենք սահմանել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, որը միայն մենք ենք կատարում։ Այսպես, այս տոնը միայն հայկական եկեղեցին է կատարում, որովհետև այն ավանդությամբ ստացել ենք մեր Լուսավորչից։ Այս տոնը երկրորդ գալուստ ենք անվանում, և այն կատարվում է Տիրոջ համբարձումից 3 օր հետո, 4-րդ օրը, մեծ հանդիսությամբ։ Սրա խորհուրդն այս է, երբ հայոց հավատքի հիմնադիրը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը բանտարկված էր վիրապում և Աստծո զորությամբ կենդանի մնաց 13 տարի, նա մխիթարվում էր երկնավոր զվարթուններից։ Նրանք Աստծո հրամանով գալիս էին նրա մոտ ծառայելու, մասնակցում էին Աստծո ապա վերադառնում և մասնակցում Աստծո պաշտամունքին ու երկրպագությանը, ապա շտապ վերադառնում էին։ Եվ այդպես շարունակ անում էին մշտապես։ Մի անգամ երեկոյան ժամին նրանք սովորության համաձայն գնացին, բայց ուշացան և առավոտյան վերադարձան։ Իսկ նա հարցրեց ուշանալու պատճառը, և նրանք ասացին. «Մենք իշխանություններ դասից ենք և քեզ ծառայելու ենք եկել, և կիրակի օրը, որ մեր դասում մնացինք, մեծ տոն էր մեր դասի համար»։ Քանի որ երբ Տերը կատարեց իր տնօրենությունները և մարմնով համբարձվեց, 1 օր մնաց երկնային բոլոր դասերի մեջ և իր տեսությամբ մխիթարեց նրանց, որոնք ըստ աստվածության չէին կարող տեսնել նրան։ Իսկ նրանց, ովքեր չգիտեին մարդեղության խորհուրդը, ուսուցանեց նրանց մասին և բոլորից փառավորվեց։ 4-րդ օրը նա եկավ 4-րդ իշխանություններ դասի մոտ, որից մենք ենք և այս տոնն ենք կատարում։ Ուստի ամեն տարվա ընթացքում այս 9 օրերը երկնավորները մեծ հանդիսությամբ և անճառելի ուրախությամբ տոնում են, նախ որովհետև տեսան և տեսնում են, և վայելում են անտեսանելի Աստծուն մարմնով և ուրախանում են այդ տնօրենության խորհրդով։ Երկրորդ, որովհետև երկնքում երկնավորների մեջ ուրախություն եղավ մարդկային բնության դարձի համար, քանի որ նրանք մարդասեր են և Աստծո կամքը կատարողներ։ Երրորդ, որովհետև Տերը վերացրեց նրանց ամոթը, որը նրանք ստացել էին իրենց ազգակից սատանայի մարդուն խաբելու պատճառով։ Չորրորդ, որովհետև լրացվեց ընկածների տեղը այն պակասությունը, որն առաջացել էր հրեշտակների դասերից անկման պատճառով, քանի որ սատանայի հետ ընկած դևերի դասերից բացի այդ դասերում կային ոմանք, որոնք չհետևեցին Սադայելին և չընկան երկնքից, այլ կարգվեցին իշխանությունների դասի մեջ, որպեսզի թվով պակասած դասը չընկնի։ Հինգերորդ, որովհետև վարդապետներն ասում են, թե հրեշտակները երկյուղի և կասկածի մեջ էին, գուցե իրենք էլ ընկնեն, մինչև Տերը համբարձվեց և հաստատեց նրանց, վերացնելով այդ երկյուղը։ Վեցերորդ,
Դարձյալ անճառելի ուրախություն եղավ բոլոր երկնավորների համար, որովհետև լրացավ նրանց դասերի 10-րդ թիվը, ինչպես հայտնի է 10-րդ դրամի և 100-րդ մոլորյալ ոչխարի առակներից։ Քանի որ վարդապետերն ասում են, թե նրանց դասը 10-րդն էր, և մեկը պակասեց սատանայի անկմամբ։ Իսկ Տերը մարդկային բնությամբ լրացրեց այդ պակասը, մարդկանց տալով ընկած հրեշտակների տեղը։ Օրինակ, եթե թագավորի մեծամեծ զորականներից մեկը ապստամբի և վտարվի նրանից, ապա եթե թագավորը աղքատներից մեկին վերցնի և նրա փոխարեն պատվի բարձրացնի, այդ առավել ևս կվշտացնի վտարվածին։ Ահա սա է պատճառը, որ սատանան նենգությամբ և անհաշտ թշնամությամբ է վերաբերվում մարդկանց, որովհետև հողեղեն մարդկային բնությունը ժառանգեց հրեղեն հրեշտակների տեղը։ Այս բոլոր պատճառներով ուրախություն եղավ հրեշտակների մեջ, և այս ամենը երկնավոր զորքերը հայտնեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչին, իսկ նա լսելով փառավորեց Աստծուն, և երբ ելավ վիրապից, կարգեց, որ այս տոնը հավիտյան տոնվի հայկական եկեղեցիներում։ Այս մտածումներով այս տոնը երկրորդ գալուստ ենք անվանում։ Նախ, որովհետև երբ Աստծո խոսքը հայտնվեց մեզ, հրեշտակները իջնում էին և մեզ հետ տոնակից լինում, ինչպես նրա ծննդյան ժամանակ, և երգում էին փառք ի բարձունս, նրա հարությունն էին ավետում, իսկ համբարձման ժամանակ մխիթարում էին առաքյալներին։ Քանի որ նրանք, լինելով անմարմին բնությամբ, կարող էին իջնել մեզ մոտ, իսկ մենք, ըստ մեր կարգի, երկրի վրա ենք նրանց տունակից դառնում, որովհետև չենք կարող մարմնով բարձրանալ երկինք մեր ծանր ու թանձր մարմնի պատճառով, որի համար մտքով և պաշտամունքով ենք միանում նրանց մանավանդ իշխանությունների դասին, որոնց համար այսօր տոն է։ Մենք նրանց տունակից ենք, որովհետև նրանք մեր ազգի երախտավորներն են, որոնք բարձրագույն դասերից եկել էին ծառայելու մեր Սուրբ Գրիգոր Լուսավորչին։ Ավետարանների երրորդ, որովհետև ավետարանների ընթերցանության կարգը այսօր հասավ առաջին գալստյան ծաղկազարդի պատմությանը, մենք նույն երգերն ու պաշտամունքն ենք կատարում 10 կերպ համեմատելով։ Նախ, որովհետև այն մեծ պահքի 7-րդ կիրակիին էր, իսկ սա հինանց 7-րդ կիրակիին։ Երկրորդ, որովհետև այն մարմնի պահք էր և հոգու ուրախություն, իսկ սա հոգու և մարմնի ուրախություն։ Երրորդ, որովհետև այն հիշատակում է Քրիստոսի գալուստը դեպի երկրավոր Երուսաղեմ, իսկ սա նրա գալուստը հրեշտակների մոտ, վերին Երուսաղեմ։ Չորրորդ, այն օրը նա մեզ բարերարություն արեց, իսկ այսօրը երկնքում բարերարեց հրեշտակների դասերին։ Հինգերորդ, այն օրը մենք տեսանք նրան, որպես նոր թագավոր եկած, իսկ այսօրը նրանք տեսան նրան, որպես փառքի նոր թագավոր։ Վեցերորդ, այնտեղ նա ավանակի վրա նստած էր, իսկ այստեղ բազմեց քերովբեական աթոռների վրա։ Յոթներորդ, այնտեղ նոր երգով Դավթի որդուն էին փառաբանում, իսկ այստեղ պաշտելով երկրպագում էին Աստծու որդուն և զորությունների Տիրոջը։ Ութներորդ, այնտեղ ծերերն ու մանուկները միասին ընդառաջ էին ելել և փառավորում էին, իսկ այստեղ ծերերը տնօրենության խորհուրդներին տեղյակ եղողները և նրանցից ուսանած մանուկները միասին փառավորում էին։ Իններորդ, այնտեղ արմավենու և ծաղկած թզենու ճյուղեր էին մատուցում, իսկ այստեղ երկնքի բարձունքներից խոնարհվելով իրենց մշտադալար ուրախությունն էին մատուցում։ 10-րդ, այնտեղ ժողովրդի բազմությամբ և Ովսաննա երգերի ուղեկցությամբ մտավ Սուրբ Քաղաք
իսկ այստեղ հրեշտակների պիրավոր բանակներով եւ ընտրյալ մարդկանց հոգիներով մտավ երկնային սուրբ քաղաք եւ Աստծո տաճարում իմացական ովսաննաներով օրհնաբանվեց։ Այդ պատճառով այսօրը կոչվում է երկրորդ գալուստ կամ երկրորդ ծաղկազարդ։ Երրորդ պատճառը, որ այսօրը կոչվում է երկրորդ գալուստ, այն է, որ համբարձումից հետո ուրիշ կիրակի չէր անցել, սա առաջին կիրակին էր, երբ նա եկավ աշակերտների մոտ, թեև ոչ մարմնով, այլ հոգով եւ զորությամբ, ինչպես խոստացել էր, ես ձեզ հետ եմ ձեր կյանքի բոլոր օրերում։ Արդ ինչպես հարությունից հետո մյուս կիրակիներին մասնավորապես էր երևում նրան, մարմնապես էր երևում, արդ ինչպես հարությունից հետո մյուս կիրակիներին մարմնապես էր երևում նրանց, այժմ նրանց մոտ եկավ աներևույթ աստվածությամբ, այդ պատճառով էլ կոչվում է երկրորդ գալուստ։ Եվ ինչպես ասում ենք, նոր կիրակի եւ կրկնազատիկ, որովհետեւ զատկից հետո այլ կիրակի դեռ չէր անցել, նույն կերպ էլ սա կոչվում է երկրորդ գալուստ, որովհետեւ համբարձումից հետո դեռ ուրիշ կիրակի չէր անցել։ Չորրորդ պատճառը, որ կոչվում է երկրորդ գալուստ, այն է, որ այս տոնը պատկերում է Քրիստոսի երկրորդ գալստյա խորհուրդը, որը Քրիստոսի համբարձումից հետո հինանց 7-րդ կիրակին նրա երկինք մտնելու հիշատակն է։ Նմանապես նաև Քրիստոսի երկրորդ գալուստը լինելու է աշխարհի վաղճանի 7-րդ շրջանում, երբ նա պիտի իջնի երկիր եւ արդար դատաստան անի։ Նա պիտի դատապարտի մեղավորներին, մեղսասերներին եւ սատանային, որը բոլոր չարիքների պատճառն է, եւ պիտի կործանի նրանց դժոխքում, իսկ արժանավորներին վերցնելով լուսափայլ ափերով պիտի բարձրացնի վերին Երուսաղեմ։ Այսօրվա տոնը դրա պատկերն ու նախօրինակն է, եւ այդ պատճառով էլ կոչվում է երկրորդ գալուստ։ Այս մտքով էլ Տերը զգուշացնում է մեզ ասելով. թող ձեր մեջքերը գոտեպնդված լինեն։ Մարմնական իմաստով մեջքին կապած գոտին 4 նշանակություն ունի։ Նախ ցույց է տալիս արիությունը, որովհետև գոտին տղամարդկանցն է եւ ոչ կանանցը։ Տղամարդիկ գոտի են կապում, երբ ճանապարհ են ընկնում, աշխատանքի են գնում կամ պատերազմի մասնակցում։ Սա նշանակում է, որ մենք պետք է արիանանք մեր կյանքի ճանապարհին, ջանասիրության եւ բարի գործերի մեջ եւ բնդակազմ քաջությամբ պատերազմենք մեր թշնամի սատանայի դեմ։ Արիության համար Աստված ասաց Հոբին. «Տղամարդու պես պնդացրու մեջքդ, հարցեր եմ տալու քեզ ու պատասխան տուր ինձ»։ Երկրորդ, գոտին կապելը նշանակում է սանձել եւ կապել մարմնի ցանկությունները, ինչպես նաեւ զսպել բարկությունը, որի համար ոմանք գոտին կապում են սրտի վրա, ինչպես մեր Տերը գոտի էր կապում իր կրծքին։ Այդ տեղից էլ շատերը սովորեցին գոտին կապել կրծքի վրա, սրտմտությունը զսպելու համար, որովհետև բարկությունը սրտից է ծագում։ Իսկ ոմանք գոտին կապում են գոտկատեղին, երիկամների վերևում, որպես ողջախոհության նշան։ Գոտու երրորդ գործն այն է, որ հագուստը հավաքում եւ ամրացնում է։ Սա նշանակում է, որ մենք պետք է մեր մեջ հավաքենք առաքինությունները, պահքը, աղոթքը, ողորմությունը եւ մյուս բարի գործերը, այսինքն դրանք պահենք ու ծածկենք մեր ներսում, ոչ թե հայտնենք եւ տարածենք ցուցադրաբար մարդկանցից փառավորվելու համար։ Չորրորդ, գոտու գործն է ամրացնել եւ պահել այն, ինչ մարդը ծոցում ունի։ Սա ցույց է տալիս, որ մենք էլ պետք է ամուր պահենք այն, ինչ ունենք մեր ծոցում, այսինքն մեր հոգու մեջ, հավատը, հույսը եւ սերը դեպի Աստված եւ չկորցնենք դրանք։ Հավատով ենք միշտ տեսնում Աստծուն մեր առաջ եւ մեր աջ կողմում եւ ոչ մի չարիքից չենք սասանվում, ինչպես Դավիթն է ասում. «Տիրոջը միշտ տեսնում էի իմ առաջ, որովհետև նա իմ աջ կողմում է, որպեսզի չսասանվեմ»։ Հուսով ակնկալում եւ սպասում ենք նրա ողորմությանը, որպեսզի ազատվենք դժոխքի տանջանքներից։ Իսկ սիրով
անքակտելի միությամբ կապված ենք Աստծու սիրուն և նրա համար բոլոր չարչարանքները ոչինչ չենք համարում, ինչպես առաքյալն է ասում. «Արդ, ով պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց, տառապանքը, թե անձկությունը, թե հալածանքը, թե սովը, թե մերկությունը, թե վտանգները, թե սուրը, ոչ կյանքը և ոչ հանդերձյալը և այլն»։ Այս է նշանակում մեջքին գոտի կապելը, իսկ գոտու ծայրի երկու կապերը նույնպես ունեն 4 նշանակություն։ Նախ նշանակում է, որ մարդկային և աստվածային առաքինությունները պետք է միմյանց միացած և կապված լինեն։ Երկրորդ նշանակում է, որ սերն Աստծո և սերը ընկերոջ նկատմամբ պետք է միմյանց հետ ամուր կապված լինեն։ Երրորդ նշանակում է մեր հոգու և մարմնի միաբանությունն ու սերը Աստծուն հնազանդությամբ կապելը։ Չորրորդ նշանակում է Աստծո երկյուղն ու մարդկանց ամոթը որպես կապ և արգելք դնել չարիքի դեմ։ Տիրոջ երկյուղով ամեն ոք խորշում է չարից, ասում է Սողոմոն իմաստունը։ Այսպես սրտում երկյուղ պահելը և մարդկանց առաջ ամոթ ունենալը մարդուն ազատում են ամեն մեղքից։ Դրա համար Տերն ասում է. «Թող ձեր գոտիները մեջքներիդ պնդված լինեն և ճրագներդ վառված»։ Չի ասում մեկ ճրագ, այլ ճրագներ, որովհետև մարդկանց իմանալի և հոգևոր ճրագները 4-ն են։ Առաջին ճրագ են Աստծո օրենքներն ու պատվիրանները թե՛ հին և թե՛ նոր կտակարանների մեջ, որովհետև դրանք ցրում են մեղքերի խավարը և միշտ առաջնորդում դեպի կյանքի լույսը, ինչպես ասում է իմաստունը. «Ճրագ է օրենքի պատվիրանը, լույս և կյանքի ճանապարհ»։ Եվ Դավիթն ասում է. «Քո խոսքերը ճրագ են իմ ոտքերի համար և լուսավորում են իմ շավիղները»։ Այստեղ ոտքերը միտքն է, իսկ շավիղը գործերի ընթացքը, որոնք օրենքը լուսավորում է։ Երկրորդ, մեր բանական միտքն ու ստացած իմաստությունն են ճրագ և լույս։ Մտքի մասին Տերն ասում է. «Մարմնի ճրագը աչքն է, եթե քո աչքը լուսավոր է, ամբողջ մարմինդ լուսավոր կլինի»։ Իսկ իմաստության լույսի մասին իմաստունն ասում է. «Իմաստությունը լուսավոր և անթառամ է և հայտնի է իրեն սիրողներին»։ Երրորդ ճրագ է նաև հավատքի լույսը, որ ունենք առ Աստված և որ Աստծուց է ծագում մեր մեջ, ինչպես ասում էր Տերը իր առաքյալներին. «Դուք եք աշխարհի լույսը», որպեսզի հավատով լուսավորեք մարդկանց։ Իսկ իր մասին ասում էր. «Ես որպես լույս եկա աշխարհ, որպեսզի ով ինձ հավատա, խավարի մեջ չմնա»։ Չորրորդ ճրագ և լույս է առաքինության բարի գործը, ըստ այն խոսքի. «Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»։ Այսպես, այս 4-ը լույս ու ճրագ են, այսինքն Աստծո օրենքը և իմաստությունը, հավատը և բարի գործերը, դրա համար ասում է. «Թող ձեր ճրագները միշտ վառված լինեն և երբեք չմարեն»։ Հայտնի է, որ ճրագը 4 պատճառով կարող է մարել։ Առաջին, երբ յուղը պակասում է։ Նույն կերպ էլ հոգևոր ճրագը մարում է, երբ պակասում են ողորմությունն ու գթությունը, թե հոգևոր և թե մարմնավոր, ինչպես հիմար կույսերի դեպքում նրանց ճրագները մարեցին յուղի պակասից։ Երկրորդ ճրագը մարում է քամուց, նույնպես էլ մեր հոգու ճրագը կարող է մարել փորձություններից, հարուցված սատանայի կողմից կամ չար մարդկանց խոսքերի և մեր չար մտքերի հետևանքով, ուստի պետք է զգուշանալ դրանցից։ Երրորդ ճրագը մարում է, երբ հող է լցվում դրա վրա։ Նույն կերպ իմաստության ճրագը մարում է մարմնի ծուլությունից և հեղքությունից, ինչպես նա, ով ստացած շնորհների քանքարը փաթաթեց ծուլության թաշկինակի մեջ և հանդիմանվեց Տիրոջ կողմից որպես անպիտան ծառա։ Չորրորդ ճրագը մարում է ջրից, նույնպես պղճախոհության և ցանկության հեշտասիրությունը մարում են մեր մտքի և հավատքի ճրագը,
կորստյանն մատնում մեր մտքի բանականությունը, այդպես խավարի մեջ գցելով նրան։ Դրա համար էլ մարգարեն աղաչում է. լույս տուր իմ ճրագին, Տեր Աստված իմ, լուսավորիր ինձ խավարում։ Եվ այլ տեղում ասում է. լույս տուր Տեր իմ աչքերին, որ երբեք մահվան քուն չմտնեմ։ Ուստի Տերը զգուշացնում է իր հավատացյալներին ասելով. թող ձեր գոտիները մեջքներիդ պնդված լինեն և ճրագներդ վառված, և դուք նմանվեցեք այն ծառաներին, որոնք սպասում են իրենց տիրոջը։ Մարդկանց հրեշտակներ է անվանում նրանց բանականության համար, որովհետև մարդ բառը բանականություն է նշանակում, և հրեշտակներն առավել բանական և իմացական էակներ են։ Դարձյալ մարդն Աստծո պատկերն է և համադրաբար դրամ է կոչվում, այնպես ինչպես թագավորի պատկերը դրամի վրա է դրոշմված, նույնպես հրեշտակները երկնավոր թագավորի պատկերն ու սպասավորներն են։ Արդ հոգեղենները, թեպետ ոչ բոլորը, այլ ներքին հոգևոր դասերը, պետերի, հրեշտակապետերի ու հրեշտակների քահանայապետությունները գիտեին Աստծո մարդեղության խորհրդի տնօրինության մասին, որովհետև սպասավորներն էին Քրիստոսի փրկagorցության խորհրդի և սպասում էին, թե երբ տեղի կունենա, ասելով, երբ պիտի վերադառնա հարսանիքից, և մարմնով հանգչի իրենց մեջ և ուսուցանի նրանց։ Իսկ ինչ է հարսանիքը, երբ պիտի լինի։ Ասենք, որ Փեսան Քրիստոսն է, իսկ Սուրբ Եկեղեցին հավատացյալ ժողովուրդը հարսն է, ինչպես ասում է Տերը. ով ունի հարսը, նա է Փեսան։ Եվ երկնքի արքայությունը նմանվեց մի թագավորի, որն իր մարդու համար հարսանիք արեց։ Առաջին բանն Աստված իր մարդասիրության ու ողորմածության համար մարդացավ և առնելով մեր բնությունը միավորեց իր աստվածության հետ և նախ երկրի վրա հարսանիք կատարեց և ուրախացրեց մարդկային բնությունը և ազատեց տրտմությունից, փրկեց անեծքից և պարգևեց մեզ իր մարմինն ու արյունը։ Իր չարչարանքներով հեռացրեց մեզանից մահը, չարչարանքները, արցունքները մեր աչքերից սրբեց, որովհետև հարսանիքին տրտմություն և տխրություն չի լինում։ Տերը խաչելությունը ուրախություն և փառք անվանեց, ինչպես Հովհաննու ավետարանում է ասվում, քանի որ հոգին դեռևս չկար, որովհետև Հիսուս դեռ փառավորված չէր։ Այսինքն դեռ չէր խաչվել։ Եվ երկրորդում ասվում է. ելեք ով Սիոնի դստրեր, և նայեցեք արքային ու նրա պսակին, որով մայրը նրա հարսանիքի օրը, իր որդու սրտի ուրախության օրը պսակեց նրան։ Այսպես ուրախ էր մեր Տերը մարդկության փրկության համար, որովհետև իր չարչարանքները պսակ և փառք էր անվանում։ Նույնպես և լույսի որդիները, երկնավոր զորքերի դասերը, ինչպես աստվածասեր են, նույնպես և մարդասեր են, և նրանք ուրախանում են աշխարհի փրկության համար, ինչպես նա, ով ի սկզբանե ստեղծեց նրանց, և ասում է. ուրախություն է երկնքում մեկ մեղավորի համար, ով ապաշխարում է։ Ուրեմն ինչպիսի ուրախություն պիտի լինի ամբողջ աշխարհի և մարդկային ազգի փրկության համար։ Սա առաջին հարսանիքն է, որ եղավ մարդկային ազգի համար և երկրի վրա ուրախացրեց մեզ, հրեշտակները մեզ հետ ուրախակից եղան։ Եվ այսպիսի հարսանիքին էին սպասում հրեշտակները, որպեսզի Փեսան մարմնով ելնի նրանց մոտ և ուրախացնի նրանց լիապես, որովհետև ինչպես երկրի վրա արարեց հարսանիք և ուրախացրեց մարդկանց, այնպես էլ երկնքում պիտի անի և ուրախացնի հրեշտակներին։ Այսպիսի հարսանիքի էին սպասում հրեշտակների գերաշխարհիկ դասերը։ Եվ երբ բախեցին երկնքի դռները, նրանք իսկույն բացեցին։ Իսկ ովքեր էին բախողները և ովքեր էին բացողները։ Բախողները հրեշտակած ներքին դասերն էին, քահանայապետերի բյուրավոր բանակները, որոնք եկել էին նրա հետ և սպասավորում էին նրան։ Եվ Տիրոջ համբարձման ժամանակ ասում էին.
բարձրացրեք իշխաններ ձեր դռներն ի վեր, և թող մտնի փառքի թագավորը։ Այդ ժամանակ իսկույն բացվեցին միջին և վերին քահանայապետությունների դռները, և նրանք սիրով ու անճառելի ուրախությամբ ընդունեցին փառքի թագավորին, թեպետ ոմանք տարակուսում էին ասելով. «Ո՞վ է այս փառքի թագավորը»։ Եվ ուրիշները հարցնում էին. «Ո՞վ է սա, որ գալիս է երկրից, կարմիր զգեստով, ինչպես հնձանահարը»։ Բայց ոչ ոք չէր կամենում և կարողանում ընդդիմանալ կամ արգելել նրան, որովհետև նա մտնում էր իշխանությամբ և հզոր զորությամբ։ Եվ սա հարցնում էին նրանք Աստծո բազմապատիկ իմաստությունը ճանաչելու համար։ Եվ երբ լսեցին նրանից. «Ես եմ, որ խոսում եմ արդարության և փրկության իրավունքի մասին և միայնակ ճմլեցի հնձանը», վերինները հասկացան մարդեղության և մարդկանց փրկության խորհուրդը։ Նրանք ընդունեցին նրան իրենց մեջ և հարսանիքի պես տոն կատարեցին։ Իսկ ինչ է նրանց տոնը և ուրախությունը։ Գրիգոր Նազիանզացի աստվածաբանն ասում է, որ այս տոնը տոնելը նրանց պաշտոնն է, այսինքն Աստծուն տեսնելը և փառավորելը և նրանցից լուսավորվելը և պայծառանալը։ Ուստի Տերը հրամայում է, որ նրանց նման լինենք, մեջքները ողջախոհության գոտիով կապված, մարմնի երկրային ցանկությունները զսպած, ողորմության ճրագը անշեջ, վառ պահած և սպասենք Փեսայի գալուստին, ակնկալելով իմաստուն բույսերի հետ մտնել երկնավոր առագաստը։ Սա է մեր Տիրոջ առաջին հարսանիքը, որ իր մարդեղությամբ երկրի վրա հարսանիք արեց երկրավորների, մարդկանց համար և համբարձվելով երկինք, երկնքում հարսանիք և ուրախություն արեց երկնավորների համար։ Իսկ երկրորդ հարսանիքը նրա երկրորդ գալստյան ժամանակ կլինի, երբ Փեսան Քրիստոս պիտի իջնի երկնքից և շեփորի հնչյունով հարություն տա ողջ տիեզերքին և պիտի կանչի հարսանիքի, որով պիտի անխախտ միավորությամբ միավորվի իր հարսի եկեղեցու հետ, ովքեր հավատացյալների հոգիներն են, և բոլորին կտանի դեպի երկնավոր առագաստը, անմահ կյանքի անճառ խնդություն և մշտավետ ուրախություն պարգևելով։ Այդ հարսանիքի մասին վկայում է իմաստուն բույսերի ներս մտնելը և հիմարների դուրս մնալը։ Այս հարսանիքի մասին է նաև այս առակը, որ մի մեծահարուստ իր որդու համար հարսանիք արեց, և եկավ տեսնելու հարսանքավորներին և այն մարդուն, ով հարսանեկան հանդերձով չէր, դուրս արեց դեպի արտաքին խավարը։ Արդ, այժմ եկեղեցու հարսին, ինչպես ոսկի մատանի և ապարանջան և թանկագին քար, նշան է տրվում։ Հավատքի դավանանքը, որովհետև անապական է մեր հավատքը, հույսը և սերը առ Քրիստոս, և սուրբ է ավազանից մեր մկրտությունը, որ զարդարում է մեզ առաքինության զանազան զգեստներով։ Իսկ մահը հարսանիքի հրավերն է, որովհետև արժանավոր հոգիները ուրախությամբ են գնում այնտեղ տեսնելու համար իրենց Փեսա Քրիստոսին։ Իսկ հարությունից հետո լինելու է հարսի պսակը և միավորումը Փեսա Քրիստոսի հետ և անճառելի ուրախություն և անպատում ցնծություն։ Ուստի մենք պետք է ակնտետը սպասենք երանելի հույսին և փառքի հայտնությանը մեծն Աստծու և մեր Փրկչի Հիսուս Քրիստոսի և նրա երկրորդ գալստյան ժամանակ, երբ հրեշտակապետը փող հնչեցնելով բախի մեր գերեզմանների դռները, իսկույն արթնանալով մահվան քնից հափշտակվենք, տարվենք ամպերի վրայից Տիրոջ ընդառաջ օդում և այդպես մշտապես Տիրոջ հետ լինենք։ Այսպես պետք է մենք նմանվենք հրեշտակների դասերին, սպասելով Տիրոջը, թե երբ պիտի վերադառնա հարսանիքի ուրախությունից, որ այժմ երկնքում է։ Այդ ժամանակ կլինի համընդհանուր մարդկության ուրախությունն ու ցնծությունը, բայց մենք
երկրավորների դասը, թվով և բարձրությամբ և լուսավոր գործերով հետինն ենք նրանց հետ համեմատած։ Քանի որ նրանք 9 դաս են, իսկ ամեն դաս 12 գունդ է, որոնց առաքյալը նահապետություններ է անվանում, և յուրաքանչյուր գունդ ունի հրեշտակած հազարավոր և բյուրբյուրավոր անհամար և միայն իրենց հայտնի թվով բազմություն, և մեկը մյուսից բարձր, ինչպես երկինքն է բարձր երկրից։ Ուստի ասվում է, որ 7 երկինք կան, որոնցում տեղավորված են բոլոր հրեշտակների դասերը, և նրանք պայծառ են մեկը մյուսից, ինչպես արեգակը աստղերից և ճրագներից, մեկը մյուսից ավելի զորեղ, ինչպես հրեշտակները մարդկանցից են ավելի զորավոր, ինչպես Դավիթն է ասում. «Օրհնեցեք Տիրոջը, նրա բոլոր հրեշտակներ, որ հզոր է ուժով, կատարում եք խոսքը նրա, լսում ձայնը նրա պատգամների»։ Եվ նրանցից մեկ դասն անգամ մարդկանցից շատ է։ Նրանց դասակարգումն ու կարգավորությունը իջնում է վերևից վայր այսպես. առաջինը աթոռներ, քերովբեներ և սերովբեներ, որոնք կազմում են մեկ քահանայապետական դաս և անմիջապես լուսավորվում են ամենասուրբ Երրորդությունից և մի աստվածությունից։ Նրանից հետո գալիս են միջին դասերը՝ տերություններ, զորություններ և իշխանություններ, և վերջինը ցածր քահանայապետական դասերն են՝ պետություններ, հրեշտակապետեր և հրեշտակներ։ Այսպես նրանք բաժանված են 3 եռյակների, որպես մեկ միասնական կարգ իբարս ամենասուրբ Երրորդության։ Առաջինը անմիջապես Աստծուց է ստանում լույսը և փոխանցում է երկրորդներին, իսկ Առաջինը անմիջապես Աստծուց է ստանում լույսը և փոխանցում է երկրորդներին, երկրորդները երրորդներին, և նրանք էլ մեզ են փոխանցում Աստծու շնորհները, գիտությունը և խնամքը, նախ մարդկանց, որոնք բանական բնություն ունեն և նրանց նման են, ապա կենդանիներին, ապա բույսերին, ապա անշունչ տարրերին։ Այսպես կան և մնում են վերջինները առաջինների շնորհիվ, վայելող և օրհնող ամենախնամ Արարչին Դավիթյանս։ Ամեն։